Բարի օր, Հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք հուզում են կամ պետք է հուզեն։ Հասարակությանն այսօր իմ զրուցակիցն է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը, բարև ձեզ, պարոն Թորոսյան։ Պարոն Թորոսյան, զրույցը սկսենք ինձ ամենայն դեպս մի քիչ խնդրահարույց թվացող հարցով։ Տեսեք, 2026 թվականի սեպտեմբերի 1-ից ամենայն դեպս օրենսդրական նախաձեռնություն կա այդպիսի կառավարությունն է առաջարկել Հայաստանում երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500,000 դրամ անկախ երեխայի կարգաթվից, այսինքն սա նշանակում է, որ լինի առաջին երեխա, 5-րդ երեխա, միանվագ վճարվելու 500,000, ինչու եմ ասում, սա մի քիչ խնդրահարույց է, որովհետև սովորաբար մարդիկ երբ ամուսնանում են մինչև որոշակի տարիք, այդ առաջին երեխան դες բնական ինչ-որ մի բան է, հա, դրա համար խրախուսել է այդ կարգի, չգիտեմ, այս ձևով Բայց ամբողջ խնդիրն այն է, որ դա խրախուսելու համար չէ այդ գումարը։ Ճիշտ է, բայց քանի որ մենք ունենք նաև դեմոգրաֆիական որոշակի խնդիրներ, 3-րդ, 4-րդ, 5-րդ երեխայի դեպքում այ խրախուսել պետք է մարդիկ մարդկանց կանխիկ գումարով միանվագ ծննդյան նպաստի տեսքով եւ չխեղաթյուրել այդ նպաստի իմաստը, այդ նպաստը երեխայի ծննդյան շուրջ ծագող խնդիրները լուծելու համար է ֆինանսական, հա, ասենք շորեր, սնունդ, եթե բնական սնունդ չի ուտում երեխան, մահճակալ, սայլակ եւ այդպես շարունակ եւ կարգաթվով պայմանավորելը փորձը ցույց տվեց, այդ թվում մեր փորձը, նաեւ համաշխարհային փորձը, որ էֆեկտիվ չէ եւ բերում է երբեմն հակառակ էֆեկտի, երբ որ մեր շատ քաղաքացիներ, հատկապես անապահով քաղաքացիներ երեխա են ունենում պարզապես գումարի համար եւ մենք ունենք շատ վատ վիճակագրություն, հատկապես 5 եւ ավելի երեխա ունեցող մեր քաղաքացիների շրջանում, նրանց մեծ մասը գտնվում է անապահովության համակարգում, այդ թվում էր եւ ինչքան ավելանում է երեխաների թիվը, այնքան այդ ընտանիքի տոկոսը, որոնք գտնվում են անապահովության համակարգում, աճում է, բայց մենք չենք դադարում խրախուսել երեխաների ծնունդը, հակառակը մենք մշտական նպաստ ենք ներդրել, դա երրորդ եւ հաջորդ երեխայի համար տրվող ամսական միանվագ 50,000 դրամներն են, որոնք մինչեւ 6 տարեկան են տրվում եւ նրանց գումարային թիվը, եթե բազմապատկում ենք, նախ 3-6 միլիոն դրամ է գալիս, պարզապես 50,000-ները բազմապատկելով, իսկ եթե նաեւ հաշվի առնենք, որ դրանից մենք նաեւ վճարում ենք այն հետվճարը, որը մենք վճարում ենք նաև կենսաթոշակառուների եւ այլ նպաստառուներին, դա մոտ 4.3 միլիոն դրամ է գալիս մեկ երեխայի հաշվարկով, ինչը տրվում է ամսական կտրվածքով, որը թույլ է տալիս այդ ընտանիքներին հոգալ ընթացիկ ծախսերը եւ ոչ թե պարզապես ունենալ երեխա 1.5 միլիոն դրամի համար, այդ 1.5 միլիոն դրամը արագ ծախսել, հաճախ փակել պարտքերը տարբեր տեսակի կամ ինչ որ մի ոչ միգուցե կարևոր կամ թեկուզ կարևոր բանի վրա ծախսել եւ մնալ կոտրած տաշտակի առաջ այն իմաստով, որ այլևս գումար չունենալ հետագայում եւս մեկով ավել երեխա կերակրելու, խնամելու, մեծացնելու, դաստիարակելու։ Եվ աշխարհում ընթացող այդ շատ ժողովրդագրական ծրագրեր իրականացվող հենց ընթացիկ խրախուսմանը կամ ընթացիկ աջակցմանն են ուղղված եւ շատ երկրներ կան, որ ասում են մենք ասենք ամեն նույնիսկ երկրորդ երեխայի համար երկրներ կան արդեն աջակցություն են տրամադրում, որտեղ ինչպես դուք ասացիք, առաջինը բնական է, երկրորդը իրականում աշխարհի շատ երկրներում ամենադժվար ծնվող երեխան է։ Երկրորդից սկսած են տալիս այդ աջակցությունը ու թվեր են ասում։ Մենք տալիս ենք, ասենք 10,000 եվրո աջակցություն, հա, բայց որ հարցում իսկ ինչպես եք տալիս այդ 10,000 եվրոն, բոլորը ասում են այնպես, ինչպես ես ասացի նոր։ Ասենք ամսական 100 եվրոյի շրջանակներում են տալիս, մինչև օրինակ X տարեկան տարբեր երկրներում տարբեր եւ մեր փորձն էլ նաև ցույց է տվել, որ այդ ընթացիկ կամ պարբերական աջակցությունը շատ ավելի էֆեկտիվ է, քան միանվագ աջակցությունը, որը էլի չի դադարում, ավելին առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում այն ավելանում է, մենք առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում տալիս ենք 300,000 դրամ, հիմա սեպտեմբերի 1-ից կտանք 500,000 դրամ։ Որպես աջակցության տարբերակ նաև ընդունվեց օրինագիծ, որով 65 եւ ավել տարիք ունեցող անձանց առողջացան ապահովագրությունը ըստ էության պետությունը վերցնում է իր վրա։ Դա վարչապետը, եթե չեմ սխալվում, կառավարության նախավերջին նիստերից մեկում ասաց, որ
կամ ազգային ժողովում հայտարարեց, որ դա ըստ էության կարելի է նաև ընկալել որպես թոշակի բարձրացում, որովհետև այդ առողջության ապահովագրությունը ըստ էության մեծ ծախսերի փակմանն է տանում, որովհետև մարդիկ իրենք էին վճարել, հիմա արդեն իրենք չեն վճարելու։ Որքանով է սա էֆեկտիվ։ Շատ էֆեկտիվ է եւ դրա մասին խոսել եմ թե կառավարության նիստին, թե ազգային ժողովում եւ սա ըստ էության հենց կարելի է համարել կենսաթոշակների բարձրացում, բայց ոչ ուղղակի բարձրացում, այլ անուղղակի բարձրացում, այստեղ էլի մանիպուլյացիա կա շատ, այս մեր հիբրիդային պատերազմի շրջանակներում, հիմա կասեմ ինչպիսի մանիպուլյացիա, երբ որ կառավարությունում առողջապահության նախարարը ներկայացնում էր նախագիծը, մենք էլ մեր կողմից մեկնաբանում էինք, ես ասացի, որ սա ըստ էության 65+ մեր քաղաքացիների համար ապահովագրության փաթեթի ձեռք բերում է նշանակում, որը արժի ամսական 10800 դրամ մյուս քաղաքացիների համար, որոնք իրենք են ձեռք բերում այդ փաթեթը, իհարկե նաև փոխհատուցվելով մեծամասամբ կրկին պետության կողմից ըստ էության շատ քիչ բեռ անստելու մեր քաղաքացիների համար սա ընդհանրապես, բայց 65+-երի համար, հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիների համար, անապահովության համակարգում գտնվող մեր քաղաքացիների համար պետությունը երեխաների համար պետությունը ինքն է ձեռք բերում այդ 10800 դրամանոց փաթեթը ամսական եւ փոխանցում ապահովագրական հիմնադրամ, ինչը ոչ սա, եթե ոչ կենսաթոշակների բարձրացում 10800 դրամով այն պայմաններում, որ մեր ավագ սերնդի քաղաքացիները կարիք ունեն առողջապահական լայն ծավալով բաների, միջամտությունների, հետազոտությունների, բուժական գործողությունների, որոնք այսօր անում են կամ շատ դժվարությամբ, քանի որ կենսաթոշակը չի բավականացնում իրենց ընտանիքների մյուս անդամների եկամուտն էլ չի բավականում, կամ չեն անում ընդհանրապես, հասկանում եք։ Եվ սա ստացվում է, որ հերիք չի դու կարողանում ես անել, հա, եւ սա միայն այնտեղ նաեւ կա դեղորայքային փաթեթներ եւ այլն, հերիք չի դու կարողանում ես դա անել։ Եվ ոչ թե 10800 դրամի չափով, այլ 100 հազարավոր, երբեմն միլիոնավոր դրամների չափով, կախված յուրաքանչյուր դեպքից, այլ նաև քո մոտ փաստորեն ազատ միջոցներ են ազատվում, քո ստացած այլ եկամուտը, որը կկարողանաս ծախսել այլ բաների վրա։ Եվ սա այո, շատ էական բարելավում է, ես կասեի ամենաէական բարելավումներից է լինելու այս տարի ընդհանրապես մեր քաղաքացիների համար եւ հատկապես 65-ից բարձր մեր քաղաքացիների համար եւ էֆեկտը դրա շատ ավելին է լինելու, եթե նույնիսկ մենք կանխիկով կարողանային կանխիկով բարձրացնել կենսաթոշակը այդքանով, թեև դա էլ ենք անում, բայց անկանխիկ եղանակով հետ վճարումների միջոցով էլի մինչև 10000 դրամի չափով եւ մեր քաղաքացիները պարզապես իրենք կզգան իրենց մաշկի վրա հենց տարվա սկզբից էլ հենց որևէ մեկի մոտ առաջանա անհրաժեշտություն դիմել բժշկական ծառայությունների, դա կարվի ապահովագրության շրջանակներում եւ ոչ միայն մոտ 400,000 մեր քաղաքացիները կզգան միայն 65+, այլև իրենց ընտանիքի անդամներն կզգան, սա ըստ էության, ասենք ասեմ, շատ լայնածավալ բարեփոխում է։ Քանի որ կենսաթոշակառուներից խոսք գնաց, տեսեք, վերջին շրջանում երկու այսպես բաղադրիչով իրադարձություններ ասեմ, թե զարգացումներ ասեմ, որոնք դուք ներկայացնում եք որպես հիբրիդային պատերազմի մաս, առաջինը այն խոսակցությունները, թե կառավարությունը պատրաստվում է կենսաթոշակային տարիք բարձրացնել, ընդ որում հղում է արվում այդ դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթներից մեկին, եւ երկրորդը պահանջը կենսաթոշակները 50%-ով բարձրացնելու, որ այս վերջերս դուք էլի ասել եք, որ ինչ-որ տարբեր քաղաքներում պաստառներ են փակցված, պահանջում են 50%-ով։ Հիմա առաջինից սկսենք, գանք երկրորդին։ Ինչով է դա հիբրիդային պատերազմ։ Տեսեք, ասեմ նախ ինչով է հիբրիդային պատերազմ, որտեղ կա փորձ։ Այլ երկրներում նախընտրական շրջանում տարբեր թեզերի ամպլիֆիկացման, ուժեղացման, տարածման եւ դրանց մեջ է հենց կենսաթոշակային թեման։ Ընդհանուր մինչեւ տարբեր տեսակի եւ անհասկանալի պահանջներ եւ նաեւ ավելի խորը գնացող նաեւ համակարգերի խափանման ինչ որ փորձեր, որ կենսաթոշակները չհասնեն կենսաթոշակառուներին։ Ինչ վերաբերում է 65+-ին։ 65 տարեկանի շեմը բարձրացնելու։ Հա, շեմը բարձրացնելուն այսօր էլ էլի մի հերթական հիբրիդային
ԶԼՄ-ի մի հոդված դրա մասին էր անհետ հիմնավորումներով, ասում է ինչի են ապահովագրության համակարգ մցրել 65+-երին եւ ոչ թե 63+-երին, դա նշանակում է, որ իրենք ապագայում 63-ը դարձնելու են 65, ու պարզապես անհեթեթագույն հիմնավորում մցրել ենք 65+-երին, որտեվ այս պահին 65+-երի մասով ենք կարողանում սուբսիդավորել ամբողջությամբ, վաղը կմցնենք 63+-երին, 62 կարող է մցնենք եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ես նորից եմ պաշտոնապես հայտարարում, դրանք պարզապես լկտի, շատ լկտի ստեր են, որտեվ ինչ եմ ասում լկտի, որտեվ շատ զգայուն հարցի են վերաբերվում, մարդիկ աշխատում են երկար տարիներ եւ ինչ որ մի պահ գնալու են կենսաթոշակի եւ չի կարելի խաղալ այդ զգացմունքների հետ։ Իդեպ 65+-ը դա ծերության թոշակի նշանակման տարիքն է նաեւ, երբ որ դու չունես բավարար չափով աշխատանքային ստաժ 65-ից է ստանում այդ ծերության նպաստ, եթե ունես 10 տարվա աշխատանքային ստաժ 63-ից է ստանում։ Եվ դա սա շարունակվելու է, ինձ թվում է, բայց մենք անկեղծ ենք մեր ժողովրդի հետ, ուղիղ ասում ենք դրա մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի պարզ բան էր ասել, ու ես կրկնում եմ դա, որ այո, ժամանակակից եւ գիտությունը, եւ բժշկությունը, եւ մեր ապրելակերպը թույլ է տալիս մեզ մնալ ակտիվ շատ ավելի երկար, քան նախկինում էր։ Եվ նաև մնալ աշխատաշուկայի մեջ։ Հիմա օրինակ իմ ծնողների վրա կարող եմ վերել, հա, մայրս չի աշխատում, բայց ուզում է աշխատի, որովհետև թորները արդեն մեծացել են։ Մայրս 66 տարեկան է, 66 տարեկան է։ Հայրս 71 տարեկան է ու աշխատում է, ու ուզում է աշխատի այդ մարդը։ Եվ ես ուզում եմ, որ ինքը աշխատի, որովհետև երբ որ չաշխատի, իրան որ կարծես թե արդեն ժողովրդական լեզվով ասած դուրս ես գրում, հա, այսինքն ալիքը պիտանի չէ։ Վարչապետը խոսում էր այդ պիտանելիության զգացողության եւ պիտանի լինելու մասին, եւ ես վստահ եմ, որ մեր շատ քաղաքացիներ ուզում են լինել պիտանի եւ իրենց եւ պետությանը եւ խոսքը նրա մասն է, որ մենք աջակցենք, խթանենք, որպեսզի նրանք նույնիսկ այդ տարիքում կարողանան սեփական գործ հիմնել իրենց հմտությունների շրջանակներում, դա կլինի մտավոր աշխատանք, չգիտեմ ինչ որ իրեր մասնագիտությամբ, դա կլինի ձեռքի աշխատանք, ձեռքի հմտությունների շրջան եւ մենք այդպիսի ծրագրեր անելու ենք, հենց հիմա մշակում ենք խթանելու զբաղվածությունը ավագ սերնդի շրջանում եւ սա նաեւ դեմոգրաֆիական հարց է լուծում, որտեղ մենք դժբախտաբար, ինչպես աշխարհի շատ երկրներ, ծերացող հասարակություն ունենք, մեր մոտ ավագ սերնդի ներկայացուցիչների թիվը գնալով աճում է, որտեղ մարդիկ երկար են ապրում, ու շատ լավ է դա, եւ դժբախտաբար մենք քիչ ծնունդներ ենք ունենում, դա շատ վատ է, դա առանձին ձևով պետք է խթանենք եւ քիչ առաջ դրա մասն ենք խոսում եւ ակտիվացնենք, մենք պետք է ակտիվացնենք այդ ծերություն կոչեցելը, որը իրականում նույնիսկ բացասական բառ է, այսինքն ակտիվ ավագ սերունդ պետք է ունենանք եւ ֆիզիկապես, եւ աշխատաշուկայում, եւ մտավոր առումով, եւ առողջական առումով։ Եվ ես պարզապես ապշում եմ, երբ որ լսում եմ հակառակ կարծիքներ, ըստ էության այդ հակառակ կարծիքներն ասում են, որ այդ մեր ավագ սերնդի ներկայացուցիչները ոչ մի բանի պետք չեն, պիտանի չեն, պարզապես պետք է իրենց կենսաթոշակ տալ եւ վերջս էլ ասում են, որ ոչ, կենսաթոշակը իր հերթին, օրենքով սահմանված կարգով որպես իրավունք, իսկ մնացած հարցերն էլ իրենց հերթին։ Նույնը վերաբերում է այդ մեր ձեր մյուս թեմային, այդ հիբրիդային պատերազմի շրջանակները պահանջում ենք 50%։ Ինչն է այդտեղ անարդար։ Անարդարի հարց չկա, այդտեղ կա տարական իր գործելիության հարց, որտեղ 50% կենսաթոշակների բարձրացումը դա 100 միլիարդից ավել դրամի աճ է նշանակում մեր պետական բյուջեն, որն արդեն իսկ ամենամեծն է, մենք 993 միլիարդ դրամանոց բյուջե ունենք, որը կարելի է իհարկե անել, բայց թող այդ մեր հարգելի ընդդիմադիրները կամ ոչ հարգելի, չեմ կարող ասել, արդեն ամեն քաղաքացի թող ինքը որոշի, ասեն այդ ինչը պետքա չանենք, որտեղ չպետքա ծախսենք, օրինակ, չգիտեմ, որ մի այլ սոցիալական ծախսը չպետք է անենք, առողջության ապահովագրությունը չանենք, մանկավարժների աշխատավարձը չտանք, պաշտպանության նախարարության բյուջեն կրճատենք, ինչը կրճատենք, ճանապարհ չսարքենք, 100 միլիարդով պաշտպանության նախարարության բյուջեն կրճատեցինք, ուղղեք ընդ։ Ճանապարհ չկառուցենք, դպրոցներ չկառուցենք ու բարձրացնենք կենսաթոշակները 50%-ով, ինչը իդեպ անում ենք ոչ 50%-ով, այլ այնքան ինչքան որ հնարավոր է, բայց նաև խթանելով այլ ծրագրեր, այսինքն նույն բանը,
հետվճարը գաղափարախոսություն ունի։ Գաղափարախոսությունը տնտեսության ստվերից դուրս բերելն է, որով որ մենք անում ենք, այդ թվում նաև գիտեք, որ համընդհանուր հետվճար ենք հիմա անելու այդ 2%-ները։ Նաև այս ավելացումն ենք անում 65+ տարեկան քաղաքացիների համար, որի դեպքում նորից եմ կրկնում, յուրաքանչյուր դեպքում ծախսը կարող է անցնել 100,000-ավոր, ընդհանուր միլիոնավոր դրամները, որի կարիքը ամենաշատը ունեն մեր քաղաքացիները եւ այդպես շարունակ եւ իհարկե այդպես պոպուլիստական հայտարարություններ կա, եկեք ինչի 50%-ով, եկեք 150%-ով բարձրացնենք կամ 200, 300, եկեք բարձրացնենք, եկեք։ Բայց պարոն Թորոսյան, չեք գտնում, որ այնուհանդերձ պետք է ձգտել նրան, առնվազն ձգտել, որ կենսաթոշակները գոնե նվազագույն պարենային պահանջմունք է զամբյուղը։ Իհարկե պետք է ձգտել։ Բա հիմա եթե մարդը դրա կիսով չափով թոշակ ստանվող բայց պետք է նաև հասկանալ այդ հարկաբյուջետային հնարավորությունները երկրի։ Եթե օրինակ, լավ այսպես ասեմ, եթե օրինակ ես 55 միլիարդ դրամ մենք չբյուջետավորեինք մյուս տարվա Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագրի համար, ապա այդքան ավել գումար կկարողանայինք տրամադրել նաև այլ ծրագրերի, հա, կամ եթե նույն ձեր քիչ առաջ նշում եք պաշտպանության նախարարության բյուջեն այդքան մեծ չլներ, ինքը մեծ է բավական, այդ թվում մենք աշխարհի շատ ծախսող երկրներից ենք մեր հնայից պաշտպանության վրա օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված եւ դա ճիշտ է, ես չեմ ասում որ դա սխալ է, բայց դա նաեւ նշանակում է որ մենք այլ ծախսեր պետք է բալանսավորենք։ Նույնը վերաբերում է մյուս բոլոր ոլորտներին։ Մենք որևէ անպիտան, հա, ծախս չենք անում մեր պետական բյուջեում եւ մեր նույնիսկ խորհրդանում եղած գործընկերները, որոնք որ կարող են մասնակցել բյուջետային քննարկումներին, մեզ որևէ առաջարկ ինչ որ մի տողից ծախս իջեցնելու եւ օրինակ այս մեր տողում ծախս բարձրացնելու չեն արել, որտեղ դա հնարավոր չի անել։ Մենք ունենք մեր շրջանակի սահմաններում ապահովում ենք աճերը, իդեպ մեր բյուջեն անցյալ տարվանից այս տարվա վրա 90 միլիարդով արդեն աճում է։ Կախված նաև կենսաթոշակառուների թվի ավելացումով, իմ ասած ծրագրերի մեծացումով Ղարաբաղից տեղահանված անձանց այդ բնակապահովման ծրագրի համար, եթե չեմ սխալվում, այս տարի 20 թե 25 միլիարդ էր, մյուս տարի 55 միլիարդ է դրվելու եւ նաեւ եթե ընթացքում պետք է լինում, նաեւ այլ աղբյուրներից ֆինանսավորում ենք եւ այս ամեն ինչը չի կարող հաշվի չառնվել եւ նորից եմ կրկնում, մենք բարձրացումը իրականացնում ենք նաեւ հաղթանակ այդ սկզբունքով կատարիր անկանխիկ գնում, ստացիր քո հետ վճարը, դրանից կվճարվի հարկ այդ քո կատարած գնումից, որից նորից կգոյանա պետական բյուջե եւ որից նորից կկարողանանք ավելացնել քո կենսաթոշակը կամ նպաստը։ Պարոն Թորոսյան, քանի որ բռնի տեղահանվածների մասին խոսք գնաց արցախցիների, տեսեք, ձեզ պարբերաբար որոշակի պարբերականությամբ քաղաքական դաշտում եւ ոչ միայն քաղաքական դաշտում, այսպես մեկ-մեկ ստացվում է, որ սոցիալական խնդիր են կա լուծում, մեղադրում են նրա համար, որ դուք արցախահայերի այդ բնակ ֆոնդի հետ կապված ծրագրերը այնպիսի անհարմար ու վատ պայմաններով եք առաջարկում, որ այդ մարդիկ չդիմեն այդ ծրագրին, հրաժարվեն այդ ծրագրին։ Օրինակ որ պահանջում են որ լինեն ՀՀ քաղաքացի, չէ՞։ Օրինակ Իմիջիալուց ՀՀ քաղաքացի դառնալը պարզվեց այնքան էլ հեշտ չի, այդ մասին մենք արդեն խոսենք այս 2 օր արդեն ներքին գործերի նախարարության ներկայացուցչի հետ, այդ դնենք մի կողմ, բայց ստացվում է այնպես, որ մարդիկ այսպես ակտիվ չեն մասնակցում, չեն ուզում, հեռանում են Հայաստանից։ Իսկ դա խորհրդանիշ մեղադրանք այստեղ էական չի դեր։ Ինչ մենք ինքներս հաստատներն են։ Տեսեք, մենք ինքներս դուք այնպես եք անում, որ իրենք գնան։ Նախ դա տենց մերկապահարանոց հայտարարություն, ես կարող եմ ասել, այդ իրենք են այնպես անում, որ այդ մարդիկ գնան եւ նաեւ տրամադրում են իրենց ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Այսինքն ով է ավելի շատ տրամադրում Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցին ընդդեմ Հայաստանի Հանրապետության, եթե ոչ այդ տարբեր ուժեր կլինեն ընդդիմադիր կամ հասարակական։ Մենք այս պայի դրությամբ ունենք 3893 արդեն շահառու ընտանիք տրամադրված հավաստագրերով, որից իրացվել է 1643-ը եւ խոսքը առաջի թիվը 15600 հոգու մասն է եւ երկրորդը 7152 իրացված դեպքի մասին է եւ մենք այդ ծրագրերը նախ անընդհատ մշտադիտարկում ենք եւ մենք ընթացքում
բավական հեշտացնող բաներ ենք փոխել, երբ որ օբյեկտիվ խոչընդոտների ենք առնչվել, որոնք չէինք կանխատեսել, հա, նախապես, բայց այստեղ ամենահիմնական պայմանը քաղաքացիությունն է եւ հավաստագրի ստանալուց հետո դրա իրացումը։ Շատ այլ պայմաններ չկան, եթե դու չես ուզում, օրինակ, չգիտեմ, ավել վարկ վերցնել, թե ավել վարկ ես ուզում վերցնել, քան մեր տրամադրածն է, որպեսզի օրինակ քո ուզած քաղաքում առնես գնես տունը եւ ոչ թե օրինակ այնտեղ որտեղ որ կարող ես, այդտեղ հավելյալ վարկի ներգրավման արժություն է առաջանում, որը արդեն բանկի հայեցողությանն է տված, եթե դու ունես վատ վարկային պատմություն կամ այլ խնդիրներ, հա, իրավական կամ ֆինանսական, այդտեղ արդեն բանկի հայեցողությունը կա, մենք դες դեպքեր ենք լսում եւ բայց չենք կարող միջամտել, որտեղ ամեն դեպքում դա երաշխիք է տրված միայն մեր չափով, այսինքն մեր հավաստագրի գումարի չափով։ Ավելին, մենք հավանաբար մոտակա կառավարության նիստին մի նոր ծրագիր կընդունենք, այդ երկարատև վարձակալության ծրագիրը Ղարաբաղից տեղահանված անձանց համար, որը լուծում է փոքրաթիվ կամ փոքր թվով ընտանիքների հարցը, որոնք չեն կարողանում իրացնել, չեն կարող վերցնել եւ իրացնել նաեւ հավաստագրերը, այդ թվում տարիքի պատճառով, քանի որ օրինակ չեն կարող հավելյալ վարկներ գրավել կամ հաշմանդամության պատճառով, այսինքն մենք նաեւ հավելյալ հնարավորություն ենք տալու իրենց հուլիսի 1-ից մինչև այդ մի քիչ համակարգերը պետքա մշակվեն էլեկտրոնային թվային, որպեսզի ճիշտ աշխատի, ունենալ այդ հնարավորությունը ամսական մի անձի հաշվով 40,000 դրամի չափով էլ փոխհատուցում ենք տալու 10 տարով, առնվազն 10 տարով, հետագայում նաև սոցիալական բնակարան տրամադրելու համար։ Այսինքն իրականությունը խոսում է ամբողջությամբ հակառակի մասին եւ այդ 55 միլիարդ դրամը, որ մենք բյուջետավորել ենք 26 թվականի բյուջեում, ինչի համար ենք բյուջետավորել, որպեսզի այն սպառվի եւ մեր քաղաքացիները օգտվեն իրենց իրավունքից։ Ես այդտեղ ուրիշ բաներ եմ տեսնում, դրդապատճառներ չօգտվելու, որտեվ հատկապես երեխաների քաղաքացիություն չստանալը նաև այլ դրդապատճառ ունի, եկեք անկեղծ խոսենք։ Իսկ շատ քաղաքացիներ չեն ուզում, որ իրենց երեխաները դառնան հայաստանյան քաղաքացի եւ ունենան նաև քաղաքացու պարտականություններ։ Իսկ լավ գիտեք, դրանց թվում է նաև օրինակ զինվորական ծառայությունը։ Եվ ես նաև կարծում եմ, որ այս խաղաղության գործընթացը, որ հիմա տեղի է ունենում, այսինքն հաստատված խաղաղությունը, ճանապարհների ապաշրջափակում, այս տնտեսական ակտիվությունը Հայաստանի բادرումջը նաև քաղաքացիներին տալու է այդ երաշխիքը, որ պատերազմ չի լինելու եւ նրանք ավելի մեծ մոտիվացիայով կդիմեն եւ կստանան քաղաքացիություն ու կօգտվեն այս ծրագրերից եւ հետեւաբար խնդրում եմ նորից չտրվել որևէ մանիպուլյացիայի, եթե հարցեր կան դիմել մեզ, մենք ամենօրյա ռեժիմով ես ինքս բազմաթիվ տասնյակ հարյուրավոր քաղաքացիների նամակների եմ պատասխանում, ուղղորդում եմ մեր ստորաբաժանումներ հարցերը բարձելու, հնարավորինս լուծելու, որպեսզի այդ իրացումները տեղի ունենան եւ միևնույն ժամանակ նորից եմ ասում, մենք նայում ենք ծրագրերի ընթացքը, եթե կարիք է լինում շտկումներ անել, փոփոխություններ անելու, դրանք արվում են եւ ելի կարվեն։ Դուք ձեր խոսքում ասացիք, որ այս թեմաները դրանք հիբրիդային պատերազմի մասեր են եւ հաշվի առնելով, որ 2026 թվականը, այսպես սարերի հետևում չի առնվազն, ես առավել եւս սարերի հետևում չէ նաեւ գալի խորհրդարանական ընտրությունները, այդ էլեմենտները օրորի են ավելանալու։ Հիմա արդեն ձեզ որպես քաղաքացիական պայմանագիր խմբակցության կուսակցության վարչության անդամ եմ հարցնում, հասկանալի որ թիրախում լինելու է հիմնականում իշխանությունը, որ իշխանությունը լինելու է պաշտպանվողի դերում, հա, որովհետև չէ օգտագործել այդ բառը, բայց ասել պատասխան։ Դե հարձակվելու են, պաշտպանվելու եք, չէ՞։ Մենք չենք պաշտպանվում, մենք պաշտպանվելու կարիք չունենք, մենք խոսելու ենք մեր ժողովրդի հետ։ Մեր ժողովրդի հետ խոսելու ենք բաց, թափանցիկ, ինչպես միշտ արել ենք իդեպ, ու ինչը իդեպ գնահատվել է, այդ թվում նախորդ խորհրդարանական ընտրություններում, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, որոնք որ նույնիսկ իրենց սեփական սխալները չեն ընդունում, հասկանում եք, հատկապես նախկինում ղեկավարած ուժերը, դրա համար էլ է պետք լինել խիզախ, քաջ, հասուն, իմաստուն, ինչը իրենք չեն, հասկանում եք։ Մենք ունեցել ենք թերություններ եւ ունենք եւ միգուցե եւ ունենանք, այնպես չի որ անթերի ենք, անթերի ոչ անց կա, ով ուզում է լինի, ոչ քաղաքական ուժ կա, բայց կա սեփական ինքնահայացման մի պարզ բնաստ, ասեմ, կամ հմտություն, հա, որը մենք ունենք
մենք մեր քաղաքացիներին մեր անելիքների մասին կիսվում ենք թե նախապես, թե ընթացքում, թե post factum, երբ որ արած ենք լինում, եւ ես կարծում եմ, որ մեր հիմնական անելիքը ոչ թե պետք է լինի տենց 4 պաշտպանվողի դերում իրանք մեզ խփեն, մենք իրանց խփենք, ամենևին։ Մենք նախ եթե կարիք լինի նախահարցակ կլինենք, բայց այդ տրամաբանությամբ չենք առաջնորդվում։ Մենք նայում ենք դեպի ապագա, որը ի դեպ այսօր է եւ հիմա, եւ այդ ապագայի մասին մեր քաղաքացիները խոսակցություն են ունենալու, մշտական խոսակցություն, որը ունենք երկու բանով, հիմնական հիմնասյուներով, հա, մեկը գաղափարական, իրական Հայաստանի գաղափարախոսություն, 4 հանրապետության հաստատում, հռչակում, այսպես ասած, եւ կատարած աշխատանք, որը ասելու ենք հարգելի քաղաքացիներ, դուք տեսել եք մեր կատարած աշխատանքը, մի մասի վերաբերյալ քիչ առաջ խոսեցինք, այլ չասած կապիտալ, հա, այն որ շոշափ ձեռքով կարելի է շոշափել, ու հարցնելու ենք, ուզում եք, որ այս ինչ որ տեսնում եք ձեր քաղաքում, ձեր գյուղական բնակավայրում, ձեր դպրոցում, ձեր հիվանդանոցում, ձեր մանկապարտեզում, չգիտեմ, այլ ոլորտներում շարունակենք, որտեղ մենք ցույց ենք տվել, որ դա անում ենք, թվերի մասին էլ չխոսամ, հարյուրավոր դպրոցներ, մանկապարտեզներ, հազարավոր կիլոմետրեր ճանապարհներ եւ այլն, եւ այդպես շարունակ։ Եվ ես կարծում եմ, որ ողջամիտ քաղաքացին, որը մեր քաղաքացին է, եւ ես կարծում եմ, որ մեր քաղաքացին շատ ողջամիտ է, ընտրելու է այդ տարբերակը։ Ի տարբերություն ընդդիմադիր ուժերի, որոնք կարծում են, որ քաղաքացին ունակ չէ որոշում կայացնելու, ել չեմ ասում այդ պիտակավորումները մեր քաղաքացիների տարբեր վատ բառերով, չեմ էլ ուզում դրանք եթերից հնչեցնել։ Մենք ապավինում ենք մեր քաղաքացու ողջամտությանը եւ վստահ ենք, որ քաղաքացին ողջամիտ է եւ չի կարող պարզապես օրինակ ընտրել պատերազմը ընդդեմ խաղաղության, չի կարող պարզապես այդպես բան լինել։ Ինչո՞ւ ձեր դիմախոսները ձեզ մեղադրում են նրա համար, որ երբ նման արտահայտություն եք անում, դա ըստ էության շանտաժ է։ Կամ մենք ենք, կամ պատերազմ։ Ամենևին, ես կասեմ փաստերով, եթե ժամանակ ունենք։ Եվ չեն կարող ընտրել օրինակ երկրի կեղեքումն ու թալանը ընդդեմ երկրի զարգացման եւ բարգավաճման եւ կառուցման։ Դա պարզապես չի կարող լինել, հասկանում եք։ Ու դա մենակ ասելով, եթե նույնիսկ հիմա ես չասեմ էլ, այդ քաղաքացին այդ գյուղում ապրող գիտի իր նախկին գյուղապետը օրինակ 7 թվականի կամ համայնքապետը կամ մարզպետը ինչ է արել, ինչպես է վարվել այդ գյուղի հետ եւ հիմա ինչպես է այդ համայնքապետը եւ մարզպետը եւ նաեւ կառավարությունը վարվում իր իսկ գյուղի հետ։ Հիմա գյուղի մակարդակով ենք ասում, բայց կարող ենք բոլոր մակարդակներով բարձրացնել։ Ինչ վերաբերում է պատերազմի եւ խաղաղությանը, մենք չենք այդ շանտաժը անում։ Իրանք են այդ շանտաժը անում։ Իրենքով որ ասում են, որ խաղաղությունը լավ բան չէ, նսեմ ասում են խաղաղությունը, շանտաժ բառը կարող է տեղին չի, բայց իրանք են դեմոնացնում, հա, դիվականացնում, հա, այսպես ասած, խաղաղություն բառը, եթե բառերը հնարավոր է բանանել, տարանջատել երկու տեսակի, ասենք պոզիտիվ եւ նեգատիվ, դրական եւ բացական էմոցիաներ ծնող, հա, խաղաղությունը սովորաբար եւ ամբողջ աշխարհում դրական էմոցիաներ ծնող բառ է, հա, որտեվ չի կարող հակառակը լինել, ոչ մեկ չի կարող ուզել պատերազմ, տանջանք, արհավիրք, ցավ, բայց մեր հարգելի շրջանակները դա են անում ու չեն հասկանում ինչպես են պարտվում այդտեղ, որտեվ չես կարող այդ բազային դա բազային ինստինկտ է նաև, հա, մարդ ուզում է ապրել խաղաղ հանգիստ միջավայրում, ցանկացած մարդ ծնված օրվանից չի կարող մարդ ուզենալ այլ բան։ Ուրիշ բան, որ պատերազմներ լինում են եւ դու ստիպված գնում կռվում ես, բայց դու չես կարող ցանկանալ ի սկզբանե պատերազմ։ Իրենք դա չհասկանալով փորձում են դա դեմոնացնել, բայց իրենց մոտ չի ստացվել, որովհետև քաղաքացին չի կարող ընտրել այդ դեմոնացված կամ մերժել այդ դեմոնացված խաղաղությունը, որովհետև խաղաղությունը դեմոնացված չի կարող լինել, խաղաղությունը ինքնին այնքան բարձրագույն արժեք է, որ այն ընտրվելու է եւ ես նորից եմ կրկնում, մենք ցույց ենք տալիս, որ այն հաստատվել է։ Դրանք լոգ խոսքեր չեն։ Կարող է սկզբում դա պարզապես ծրագիր էր, որ մենք ուզում էինք իրականացնել եւ կար մեծ կասկած, արդյոք դա մեր մոտ կստացվի, բայց մենք հետեւողական իդեպ չտրվելով շատ սադրանքների, այդ թվում հենց այդ շրջանակների կողմից չշեղվեցինք այդ ճանապարհից եւ աստիճանաբար հիմա արդեն բավական հաստատուն քայլերով գնում ենք այդ ուղղությամբ եւ դրա մասն է խոսում թե փաստորագրված փաստաթղթերը, թե հայտարարություն, թե արդեն գետնի վրա տեղի ունեցող գործընթացները, Ադրբեջանի տարածքով մեր մոտ եկող հացահատիկը, արդեն վառելիքը, մեր կոմունիկացիաները, քննարկվող տրիպի կոնֆիգուրացիան, ճանապարհների ապաշրջափակման, այսինքն խոսում է ամեն ինչը դրա մասին եւ ես չեմ կարծում մեր ժողովուրդը որևէ դեպքում կարող է ընտրել հակառակը։
Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցների աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։